Վեհափար Հայրապետի Գարեգին II-ի կերպարը ինձ որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ վստահություն չի ներշնչում։ Ես ակնկալում էի ավելի լավ կաթողիկոս ունենանք այսքան դժվարին ժամանակահատվածում։ Ցավոք սրտի չունեցանք, բայց մենք ժամանակ պատմության ընթացքում ինչքան կաթողիկոսներ ենք ունեցել, որոնք որ չեն համապատասխանել կաթողիկոսի կոչմանը, բայց որևէ մեկը իրեն սանձարձակ չի պահել ինստիտուտի նկատմամբ, եկեղեցու նկատմամբ։ Իմ կոչը, որ ես հոգևորականներին բարձրաստիճան եւ սրբազաններին հղեցի, ասեցի ներսից փորձեք բարեփոխել եկեղեցին, դա չէ նշանակում, որ իրենք թղթապանակները գրկած վազեն վարչապետ Փաշինյանի մոտ, որտեղ նրանք չեն հասկացել, թեպետ եւ տարիքով մարդիկ են եւ իմաստություն պետք է ունենան, որ վարչապետ Փաշինյանը ինչ նախաձեռնել է տարել է ձախողման, սկսած Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցից, մինչեւ Հայաստանի Հանրապետությունում լուստրացիա իրականացնել, լրտեսաթափանել, ռազմավարական շրջադարձ իրագործել, արդարությունը վերականգնել, քաղաքական համակարգերը կայացնել, հիմա էլ եկեղեցին պետք է բարեփոխի, գրպաններդ լայն բացարեք։ Այսինքն հույս չունեին հավանաբար այդ մեխանիզմով ձեր ասած առաջ մեխանիզմներ կան։ Այսինքն կողջ չեք այս գործընթացը։ Ոչ իհարկե։ Սա եկեղեցու պառակտման գործընթաց է։ Կանխատեսում եմ այն, որ երկրի կառավարման համակարգը բարձի թողի է արվում։